Որպեսզի անվտանգություն կարողանանք ապահովել, պիտի ֆիքսենք, որտեղից է գալիս սպառնալիքը։ Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրած է, որ սպառնալիք են ներկայացնում Թուրքիան ու Ադրբեջանը։ Մենք էլ ենք այդպես կարծում։ Այս մարդիկ անդադ խոսում են հիբրիդային սպառնալիքների մասին, ու ինքնիշխանության մակարդակը այնքան է, որ թույլ չի տալիս նշել, ես ես հարցնում եմ, այդ որտեղից է գալիս, այդ ինչքան ինքնիշխան եք, որ սպառնալիքը չեք նշում, եւ պարզ հարց կա, Ադրբեջանն ու Թուրքիան մեր համար սպառնալիք են, թե չէ։ Կարեք այդ նախադասությունը ասեք, կամ ասեք, որ սպառնալիք չեն, ինչով եք կաշկանդված։ Բնականաբար աշխարհի բոլոր երկրներն կարան լինեն Հայաստանի Հանրապետության սպառնալիք տեսակ։ Այսինքն բոլոր երկրներն մեր համար սպառնալիք են։ Ցեղասպանած երկիրը մեզ ու բոլոր երկրները նույնն է։ Ինչքան մոտիկ, լսեք, հələ դաժե եթե վերանանք Հայաստանից, վերցնենք X երկիր, իր համար առաջնային սպառնալիք։ Լսեք մի վարքան, այդ Տիկին Վարդանյան, հարց որ տալիս եք, թույլ տվեք պատասխան։ Նախ ինքան ծաղրելու տեղ դուք ունեք, նորմալ։ Տիկին Վարդանյան, թույլ տվեք պատասխան։ Հարցի պատասխանով հետաքրքրված եք, ցանկացած երկրի համար տեսական անգամ մակարդակում ամենամեծ սպառնալիքը կարան լինեն իր անմիջական հարևանները։ Ներկայիս սպառազինությունների հետ հերահար հարվածների դեպքում սպառնալիք կարան լինեն նույնիսկ աշխարհի ամենահեռու անկյուններում գտնվող, այդ կարան լինեն ռազմական սպառնալիք։ Որն է Հայաստանի սպառնալիքը, որտեղից է գալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի սպառնալիքը, թե ոչ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չունի կարգավորված հարաբերություն, հետեւաբար բնականաբար այդտեղից կարա գա սպառնալիք։ Կարագա չէ, սպառնալիք են թե ոչ, կարագա Ռուանդայի։ Ուզում եք անկեղծ ասել, ամենամեծ սպառնալիքը դուք եք եւ ձեր Ռոբերտ Քոչարյանը։ Հասկացա, Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք Տիկին Վարդանյան, հենիքա, լսեք։